Պարոն Երզնկյան, Տիկին Մկրտչյանի մասին ինչպիսին է Ռայսա Մկրտչյանը ձեր հուշերում։ Ամենալավը բոլոր տեսակետներից եւ այն կրթությունը, որ ինքը ստացել էր բացի երգելուց, նա դաշնակահարույր էր, նա էլ չեմ ասում, որ լավ ընտանիքից էր եւ հիմա նոր տղաների հետ խոսում էինք, երբ որ ես եկա նվագախումբ Էստրադային սիմֆոնիկ որպես երաժիշտ, դա 72 թիվն էր։ Ուրեմն 72 թվից անցել է 54 տարի։ Ուրեմն 54 տարի ես ու Ռայան իրար հետ աշխատել ենք։ Անթիվ անհամար երգեր եւ պրեմիերաներ։ Արնո Բաբաջանյանը գալիս էր իր երգերը սկզբից տալիս էր Ռայաներ երգում, հետ նոր տալիս էր հետո ռոտարոներին, բաներին, մնացածներին։ Բոլոր առաջի ձայնագրությունները ստեղ էլ որը ասեմ, էլ Ռոբերտ Ամիրխանյանը Ռայայի համար շատ էր, Մելիք Մավիքսյանը, հիմա բոլորին չնշեմ, Արամ Սատյանի երգերը, նույնիսկ իմ երգերը հասցրեց ինքը երգի, որտեղ ես ավելի ուշ էի մտել կոմպոզիցիայի մեջ, շատ լավ կատարում էր Հայաստանի մասին երգ էի գրել, Ռայանը փայլուն կատարեց եւ դա իր վերջի, համարյա վերջի պրոֆեսիոնալ ձայնագրություններն էր, ես չեմ ասում մանկավարժությունը, ինքը արդեն քանի տարի մենք միասին կոնսերվատորիայում ենք, ես դեռ ամբիոնի վարիչը իրան բերեցի եւ նրա ուսանողների մի շարք ստացան դիպլոմներ, ստացան դարան լաուրեատներ եւ այդ կուլտուրան երգելու, որ ինքը ուներ եւ որը շատերը կուզենայի, որ այսօր ունենային, բայց չունեն, ինքն տալիս էր իր երեխաներին նկատի ունեմ ուսանողներին, որտեղ ուսանողները ոնց որ իր երեխաներն էին, ինքը շատ բանով էր մոտենում, ամեն մի թվանշանի համար ինքը մտածում էր, որ ինչի 4 ստացան, ինչի 5 չստացան, մի խոսքով շատ նուրբ ձևով էր այդ ամեն ինչը անում, ինչքան էլ խոսեմ, ամեն ինչը չեմ ասիմ։ Ուզում եմ ասեմ, որ մեր ազգը գործեց շատ փայլուն մի հատ գործիչի, որտեղ Ռայան եւ երգչուհի էր, եւ մանկավարժ էր, եւ ընկեր էր, չեմ ասում, որ իր ամուսինն ու ինքը ոնց էին իրար վերաբերվում, ինչ սիրով եւ մարդու քեֆ կգար։ Ուզում ասեմ, ամեն տեսակետից Ռայան ամենալավն էր։ Ես կարող եմ հանգիստ այդ ասել այսօր եւ ափսոս, շատ ափսոս, որ գործրեցինք Ռայային, բայց դե հիմա ինչ անես, կյանքը շարունակում է, իր աշակերտները արդեն դաս են տալիս, իր գործը շարունակվում է, իր երգերը ոսկե ֆոնդում կապրեն, կարծում եմ դարերով, շատ ափսոս։